Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, նախ եւ առաջ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս սիրո եւ ջերմության համար։ Եթե ես անվանելու լինեի մեր քարոզարշավը, այն միանշանակ կանվանեի սիրո եւ խաղաղության հաղթարշավ։ Աննկարագրելի է այն ջերմությունը, որ ի հեճուկս այս եղանակի դուք մեզ տալիս եք։ Կարկուտ, ամպրոպ, անձրև, բայց աննկարագրելի է ջերմությունն ու տաքությունը, որ մենք զգում ենք։ Եվ քանի որ այսքան մտերմիկ է այս միջավայրը, ես ուզում եմ իմ անձնական փորձառությամբ կիսվել։ Մենք շատ հաճախ ենք ասում, որ խաղաղությունը նման է նորածին երեխայի։ Եվ ես դա զգում եմ, որովհետև տանը ինձ սպասում է իմ փոքրիկը, որ 9 ամսեկան է։ Եվան ծնվել է Վաշինգտոնյան հռչակագրից ուղիղ 10 օր անց։ Կարելի է ասել, որ Եվան եւ խաղաղությունը հասակակիցներ են։ Շնորհակալություն։ Եվան դեռ չի քայլում, Եվան չոչ է անում, նա արտաբերում է իր առաջին բառերը։ Եվ ես գիտեմ, որ նա ունի իմ ծնողական հոգատարության կարիքը, այնպես ինչպես սիրելի մայրեր, մեր խաղաղությունը ունի ձեր հոգատարության կարիքը։ Մեր փխրուն խաղաղությունը, սիրելի մայրեր, սիրելի քույրեր, ունի ձեր հոգատարության կարիքը։ Եվաս միանշանակ քայլելու է, նա գնալու է դպրոց։ Այնպես ինչպես մեր խաղաղությունը դառնալու է ավելի ուժեղ, ինստիտուցիոնալ։ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները սահմանազատվելու են։ Մեր բոլոր ենթակառուցվածքները ապաշրջափակվելու են։ Եվ դա տեղի է ունենալու սիրելի մայրեր, ձեր հոգատարության շնորհիվ։ Սիրելի քույրեր, մեզանից տարիներ շարունակ խլել են արժանապատիվ պատանեկությունը։ 18 թվականի հեղափոխության պահին Հայաստանի Հանրապետությունում եղել են հարյուրավոր դպրոցներ, որոնք չեն ունեցել մինիմալ պահանջներ արժանապատիվ կրթություն ստանալու համար։ Եվ դրա համար է, որ մենք կառուցում ենք 500 մանկապարտեզ եւ 300 դպրոց, եւ մենք շարունակելու ենք կառուցել, որովհետեւ իմ սիրելի քույրերը գնալու են ընտրատեղամաս եւ քվեարկելու են քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար։ Եվ սիրելի քույրեր, մենք տեր ենք կանգնելու մեր երեխաների անկախության, խաղաղության համար։ Մեր Եվաները, Դավիթները, Միքայելները, Էվաները, Անուշիկները, Արփիները ապրելու են խաղաղ եւ երջանիկ Հայաստանում, որովհետեւ հայ ընտրել է կյանքը, հայ ընտրել է խաղաղությունը։ Սիրելի քույրեր, սիրելի մայրեր, սիրելի եղբայրներ, հայրիկներ, 2026-ին գնում ենք ընտրատեղամաս եւ ընտրում ենք խաղաղությունն ու կյանքը։ Եվ ուրեմն 2026-ին քվեարկում ենք։ Շնորհակալ եմ։